Մարդը արարածը եթե հոգին մեջ երկինք չունի, անինչ գիտե աղունիքն ինչ է։ Անոնք պարտականություն սորվելու բնազդմա ունին, ուրալ երթան, որքանալ բարձր թրջին, վերջը տուն կուգան, իրենց բունը չեն մորնար, հարազատ կմնան իրենց բունին, իրենց պարտականությանը, իրենց գեղեցկությունը քեզի կպարգևեն և մարդ ակամա կսորվի վեր նայիլ, ու կսիրե արև ու լույս, ըսել է կսիրե անմեղություն։ Հոգնեցա Փիլիպոս տղա, խոսել են հոգնեցա, ըսելիքներ շատ ունին։ Տիկին Վարդուշ, կպատմեք, թե սա ինչ է և ինչ եք պատրաստում։ Երեխաներ, տեսեք, սա մեր ավանդական Գարթմանի, մեր Բարսում, Բարում գյուղի ու միաժամանակ մնացած գյուղերի ավանդական ամենաշատ հաճելի ձմեռային ուտեստներից մեկն է, որին ասում ենք խաշիլ։ Խաշիլը դա ցորենի, բոված ցորենի աղում են արկանքով, մենք արկանք էինք ասում, երկու կլոր քարեն իրար վրա աղում էինք, սարքում էինք այս փողինձը, այս ձևի փողինձ։ Ու այս փողինձը տեսեք ոնց ենք սարքում։ Ջուրը լցնում ենք աղ, լցնում ենք աղը, մի քիչ լցրու, մի քիչ, էլի, անջանին մի կողմ, որը, հերիքա, դա կեսիկ, պտի եղը, էպի, մի քիչ էպի, սրանով հեշտ է, էլի խարնուվելը, դե մենք գյուղմը պետի կթալով էինք խարնում, պետիս ես պուճուր կթալներ կար, հիմա է կա, բայց ես սրանով ավելի հարմար է, որ կլունկոտի վեր, որ գուն չի մնա, էլի կլունկոտի նետար, փողինձնա, այդ փողինձը լցնում ենք, կամանց խառնում, որ մեր գյուղի լեզվով ասած կլունկոտի մեջ, ու ինքնես ջուրը հլա եռացած չենք լցնում, ասենց լցնում ենք, անընդհատ խառնում, էլի, պահի, մի քիչ պինդանում են, էսա մի քիչ եռացած ջուր կլցնեն, որպեսզի շատ չի պինդելի խաշիլը։ Տիկին Վարդուշ, իսկ դուք որտեղից եք գաղթել։ Մերոնք երեխաներ գաղթվել են Գարթման աշխարից։ Գարթման աշխարի Սահակ Սևադայի բերդի մոտ ա եղել մեր գյուղերը Բարումը, Բարսումը։ Բարումն ու Բարսումն էլ կազմված են եղել Սար ու Շենից, երկուսն էլ։ Բարում աշենը կոչվել է Գառնակեր։ Չգիտեմ երեխաներ դուք Մղթար Սպարապետը կարդացել եք թե չէ, Մղթար Սպարապետի մեջ կա տրված այն ժամանակ դեռ 10-րդ դարում 900 քանի թվականին Աշոտ Երկաթի իշխանության օրոք Մղթար Սպարապետը Գանձակից գնում էր Գարթման Սահակ Սևադայի բերդը, Սահակ Սևադայի ու իրան տղային հետ խոսելու, բանակցելու, որովհետև այն ժամանակ իշխանները բոլորը ապստամբած էին
թագավորի դեմ այդ ժամանակ էլ թագավորը Աշոտ Երկաթն էր։ Աշոտ Երկաթի կինն էլ եղել է Սահականուշը։ Սահականուշը եղել է Սահակ Սևադայի աղջիկը։ Հիմա Աշոտ Երկաթը բան արել։ Այդ ինչա Սահականուշի աղբորն ու հորը Սահակ Սևադային ու իր տղային աչքերը հանելա դրա համար, որ ապստամբել են, բայց ուրիշ Գանձակի իշխաններն բան արել, ապստամբել, մյուս ուտիքի չնայած Գարթմանը ուտիքի նահանգի Գարթման գավառնա Շամշադինի բանի կողմերին էլ այն ժամանակ Շամշադին չկոչվել չգիտեմ ինչա կոչվել ես պատմաբան չեմ երեխեքա վերջը դրանց Մեղթար Սպարապետը գնա ուզելա սաղի միաբանի մի հավաքի բարիշցնի իր թագավորի հետ նու այդ ժամանակ գնացելա Սահակ Սևադայի ամրոցը հենց դեմ ես կարտացել որ Մեղթար Սպարապետը Գանձակից Շամխոր գետի հունով էդի հակառակ հունին հակառակ ագնում Սահակ Սևադայի բերդը հունին Շամխոր գետի հունի հակառակ միջև Գեդաբեկի մոտերը գնում է դու էդի չգիտի հենց Բարումա շենը Բարսումա շենը Բարումա շենով է գնացել Բարումա շենը այն ժամանակ կոչվել է Գառնակեր ես Գառնակերի անունը ընդեմ առաջի անգամ հանդիպել դեր դպրոցական տարիներին որ վեպը կարդացել է Իսկ ինչու է կոչվել Գառնակեր երեխաները գիտեք Գառնակերը տարբեր հանրագիտարաններում ես չգիտեմ ինչպես է գրված, չգիտեմ, ես կարդացել չեմ, բայց ես մի բան գիտեմ։ Եվ մենք որ եկել էինք ստե, ինձ այդ ժամանակ Գարթման թերթ բերեցին, ուղարկեցին, Գարթման թերթ կարդացի ես, ըտե մեր գյուղացի մի հատ տղա Լազյան Վասիլը ավարտել էր համալսարանի բանասիրական ֆակուլտետը, նա բանասեր էր, ինքն էլ շատ ուժեղ բանասեր էր։ Ես նրա մեկնաբանությունն եմ կարդացել այդ Գարթման թերթի մեջ իրան մեկնաբանությունը Գառնակեր նշանակում է գառնո ակեր, այսինքն գառնո գառնի ժողովուրդը գառնի բանը երևի ստեից էլի շարունակում երևի գառնո ակեր նշանակում է այդ ակ նշանակում է սկզբնակ բան էլի սկզբնական տեղը դե դրա համար երևի ես այդ գիտեմ Շատերն են ուրիշ ձև մեկնաբանում, որ քեփչի ելալ, շատ են գարկերել, չգիտեմ ինչ արել, բայց գիտականորեն ես այդ եմ մենակ լսել, ու այդ էլ գիտեմ, ու այդ մեր գյուղացին այդ Վասիլ Լազյան շատ ես լավ հիշում եմ այդ բանը հաջորդածը։ Իսկ ինչ ավանդույթներ եք ունեցել, ինչպես եք նշել։ Ավանդույթներ երեխաներ, գիտում եք ոնց ալել։ Ավանդույթներ շատ ենք ունեցել, բայց երևի պատանեկության տարիներից ամենասիրելի ավանդույթները օրինակ հարսանիքների ժամանակ հարսանիք ալնում աղջկատերնելա բանանում անասունները մորթում են զուրնադհոլով անասունը մորթում են հետո հաջորդ օրն էլ խմորն են խաշանում խմոր հաց են թխում թոնիրներում էլ գյուղի կեսը թոնիր էր կեսը փուռ էր համ փուռում էին թխում համ թոնիրում էին թխում այդ խաշանելը շատ լավ արարողություն էր ջահել աղջիկներին կամ երեխեքին փուճուր աղջիկ երեխեքին գլխաշոր էին կապում գոգնոց էին կապում ու մաղը դնում ձեռը մեծ տաշտեր էր փետից սարքած տաշտեր այդ տաշտերի մեջ ալյուրը մաղում են երեխեքը այդ ալյուրը մաղելու ժամանակ պետք է այդ մաղի մեջ այդ հարսանքատերերը հյուրերից եկած են ելնում հերու տեղերի հյուրեր են եկած ելնում դրան Սաղ գալիս էին այդ խմորը այդ մաղը, որ ալյուրը մաղում է, տաշտի մեջ, որ պտի հարսանիքի խմորը հունցեն, ըտե այդ մաղի մեջ փող են գցում, այդ շատ լավ է, հետո վերջում այդ փողը մնում է այդ երեխու, հետո հաջորդ օրը, այդ խմորը խաշեն անում հունցում են, թխում են հաջորդ օրը, որ արդեն թխում պրսնում են, հաջորդ օրը աղջկա տիրոջ տնից, թարմ թխած հաց, գինի, դնում են և ուղարկում էին բանի տղտյուրին շտուն էին ուղարկում, նրանք էլ սիրուն այդ հացն ու գինին վերցնում էին, մեջը նվերներ էին դնում այդ տանողների համար նվեր էին դնում ու դրանց ճամփ էին դնում ու դրանք լրիվ երեխեք էին անում, այդ գործողությունները լրիվ երեխեք էին անում, նույն ձևի
հացը թխելու մոմենտին, այդ հաց թխելու պահերի, էլի հաց թխողները են ասում են, հացը չի կպնում պատից, հացը պատից չի կպնում, դե թոնրին որ խփում են, թոնրին խփում են, չէ, լավաշի նման խփում են, բայց ուղղակի պուջուր բան է, որ խփում են, ասում են, բանը հացը չի կպնում պատիցը, հաց թոնրի պատից չի կպնում, որ փող բերեն տան, այդպես հարսանքատերը կամ մի ուրիշը փող են բերում, էլի ғրավից բարեկամ հարազատ կամ լավ կամ էցողը, բերում վերջը փողատալի այդ հացը թխողներին, դրանից հետո էլ նույն ավանդույթը կար ղազանը չի բացում, դոլմի ղազան, այն ժամանակ, մեր ժամանակ այդքան շատ խորովածը ադատ չէր, այն ժամանակ շատ դոլմեն էր ադատը, մեկ էլ խաշլամ է, այդքան շատ խորովածը, այդքան շատ բան չէր, այս վերջերում նա, վերջի միջև մեր գալ մի 10 տարի է, որ այդ ավանդույթը մտել է, խորովածի ավանդույթը մտել է սեղաններին, ու այտենց այդ տոլմի ղազանին ասում, բայ պես չնում, խաշլամի ղազանը պես չնում, վերջը պարտադիր պետք է կամ քավորը փող ուղարկի, հետո այդ ավանդույթեր այդ հարսանքի ժամանակ պահելը, որ դուռը պահում են, դուռը պահում են, պետք է էլի քավորը փող տա, հարսի աղբերը դուռը պահում ասում, չեմ թողում իմ քավորը տանեք, քավորը փողա տալի, հետո բաներ, աղջկա մակարները ջահել աղջիկներ էին հավաքվում հարսի մոտ, միջև որ հարսի շորերը բանը հագցնում էին, գնում էին, արդեն հարսին ճանապարհում էին, ու նոր իրանք ընկերավարի գնում այդ մասնակցում այդ հանդիսությանը։ Նույն ձևի տղեկի մակարներն էին հավաքում, շատ երևի 10-15 տղա, ու լավ դրանք ամիք ունեին իրանց տղու մակարները ու մի հատը մակարբաշի, այտենց էինք ասում, այդ մակարբաշին փեյտում էր, զարդարած սիրուն, բանով, լավ նախշում բաներով, լենտերով, խնձորեր դրած, բան, տենց թուրը, հիմի ասում են թուրը, դե հիմա չգիտեմ կա թե չկա, նախ թուրը, այս վերջի ստե Հայաստանի բաներում այդ թուր են ասում դրան, այտենց մեր մոտ էլ փետից էին տենց սիրուն զարդարում, փետին նախշում էին դանակներով ու այդ բաները կապոտում, սարքում, դե մակարների հետ, այդ մակարբաշի մեջտեղը, այդ սաղ տղեկը բան էին կազմում, կրուգ էին կազմում, կրուգ որնա շրջան էին կազմում, ու տենց ուռատալով, ուռա ասելով, միջև հարսենց հայաթը գնում էին, հարսի տունն իշխան ուզում է հեռու ունի, տենց ուռա ասելով գնում էին, ուռա ասելով միջև հարսի հայաթ, վերջը էդ էլ էր շատ լավ ավանդույթ էր, շատ լավն էր, շատ ուրախ էր, աշխուժ էր, դե վերջը ու հարսանիքի ամենամեծ ավանդույթներից մեկն էլ էր, որ հարսանիքին մոտիկները, բարեկամները, հարևաններից մոտիկ լավ կամեցողները նվեր խոնչ էին սարքում, մեր խոնչեն էլ բսկվիթ էին թխում կամ գաթ էին թխում 2 կամ 3 հատ մեջին, հավ էին խաշում դնում մեջը, ներկած ձուերը լնում, փլավերը լնում, ձվածեղը սարքած փլավի վրա են գցած, մի շիշել կամ գինի կամ արախ կամ էլ դե արդեն այս վերջերումն է զարգացել են պատար կոնյակին դնում, այդ շիշնել էին այդպես զարդարում սիրուն կոնֆետներով բանով շիշը զարդարում էին դնում մեջտեղը ու տենց դա ոսկուց հետո ամենալավ թանկ նվերն էր հարսանիքում ու տենց հարսանիք էր ելնում միջև 20-25 հատ այդպես խոնչ այրում 30 հատ 35 հատ խոնչ այրում այդ խոնչեքը հանդիսությունը վերջանալու վրա, որ արդեն էլ պետք է արդեն ժողովուրդը վերգենալու վրա ունեն, արդեն մատուցել պրծել են ուտելիքը, այդ խոնչեքն էին տանում, հեռու տենց սաղ սեղաններին դնում, ժողովուրդը այդ բաներից օգտվում էին, սաղ ուտում, բաժան բան էին անում ու տենց օգտվում էին, ու այդ էլ էր շատ լավ սովորություն, այդ էլ էր լավ ավանդույթ, ավանդույթներ շատ ունենք, շատ ունեինք ավանդույթներ կար նույնիսկ տխրության ժամանակ, 7-40 տարի ժամանակ, մենք երեխեք էինք, էդ էլ է շատ լավ հիշողության մեջ, որ երեխեք էինք շատ կհիշեն այս բանը, որ տատիկները քյումին գերեզմանոց, տենց հորերը գյուղի մեծերը սաղ գնում էին գերեզմանոց, ինքն էլ այն ժամանակ մեր տատիկները գոգնոցում էին կարած, կապույց սատինից, յասեր սատինից, այդ գոգնոցները պաստանի կապած էին ելնում, տենց էլ
դե որ գերեզմանոց էին գնում, այդ դրանց գոքնոցին ջեբեր ունենում։ Տատիկը հենց գալիս է, գնում էր գերեզմանոց գալի, այն ժամանակը տենց ավանդույթ կար, որ գերեզմանոց սենց մեծ բաներով, թասերով, լագյան ենք ասում, լագյանով, դրա ասեմ, էլի մեր բարբարով ասեմ, լավ էլի, այդ լագյաններով մի լագյան կոնֆետին տանում, մի լագյան թխվածքեր մի ձևինում, մի դա լագյան խուրմա երելում, մի լագյան չավիճ տանում էին, ունդե գերեզմանոցում, որ այդ գերեզմանոցի արարողությունը խոսալ, նա ծաղիկա խունկ վառելը, այդքան շատ մոմ էին հիմնականում վառում, այդքան շատ ընդե ավանդույթներ այդքան չկար, որ վառեին, որովհետև բանի սովետի ժամանակ մեր ժողովուրդը, որ եկեղեցական բաները չեն թողել, սովետը իշխանությունները չեն թողել, որ բաները ժողովուրդը շատ եկեղեցական օրենքները օգտագործեն, իրանք մոմ էին վառում կամ գնում էին ընդ խոսում ու տենց էլ բաժանում էին։ Այդ ամեն ինչի սաղ կնանուցը բաժանում էին։ Սաղ էլ դետես գոքնոցներ ունեն ճիբ ունեն, որ գալիս էին արդեն տուն, դե դրանց հետո գնում էին հացտով դարձ հետո որ գալիս էին տուն։ Դե ամենահետաքրքիր, ամենալավ բանն էր, երեխեքը վրազ վազում էին, տատիկը դե փլեքյանի տակին նստում էր, վրազ երեխեքը վազում էին, գնում տատիկի շուրջը բանանում, տատիկն արդեն ջվիցը դյուս էր տալի փեշնացում, ու սաղ երեխեքին բաժանում էր, կանֆետ, պեչենի, վերջը այդ թխվածներից բանից, տատիկ արդեն բաժանում էր երեխեքին, ու դա միշտ, համարյա միջև մեր գալը մի քանի տարի առաջ վերացել։ Արդեն սեղաններին են սկսել տնիլը բան, հետ չեն արել, ասել են, այ ամոտ, աբանա, դեսա, բայց են ամենա, ոնց որ մեր ժողովրդի գալ, միջև 70-ական թվականները, այդ տալելա, էլ ինչա։ Այս գերեզմանակարը տենում եք, Մղթար Սպարապետի գերեզմանակարն է, խնձորեսկով գնացել ենք իջել ձորը, խնձորեսկով իջել ենք ձորը, այս է այն ձորի, ձորում գտնվող բանն է, Մղթար Սպարապետի գերեզմանն է։ Իսկ սա։ Էս էլ Տաթևի վանքն է։ Էս Շամխորգետն է, որ գնում են, այս տղեկը որ գնում են Սաքսեվադայի բերդը։ Բարումար շենով ահագին բարձրանում են ու բանի Շամխորգետի ձախապից անցնում են Աչափը Շահումյանի տակն է էսի։ Էս կամուրջն է, սրան ասում են մազակարմունջ։ Երկուսն է։ Սարերը տարեք մեր դուն, չեմ ուզում մնալ անդուն, ինձ տարեք իմ դուն, Ասերոր դարում։